Կապած Սամվել Կարապետյանի մասին։ Իմաստուն խոսք կա։ Մեծ մարդիկ չարիք չեն բերում։ Մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանի գործը կյանքի բոլորի աչքի առաջ է, միայն ստեղծել, միայն բարիք և Հայաստանում և Արցախում և ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ և այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով տարբեր ոլորտներում, այլև պարզ հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք ոչնչությունը ով է և ոչնչությունները ովքեր են։ Մի բան էլ դες ասեմ, այս վերջին շրջանի քայլերը այս մարդու ՆՓ-ին նկատի ունեմ, շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սաակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով։ Եվ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում, և արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանք, փորձել ձերբակալել և այլն։ Նմանությունները և զարգացումները կարծում եմ շատ համընկնում են և վախճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Եվ երեկ մի հետաքրքիր գրառում կար, որ Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 18-ին միջազգային հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանի հանդեպ և 4 տարի հետո նույն օրը Հայաստանի իշխանությունները կալանավորում են Սամվել Կարապետյանին։ Ես վստահեցնում եմ ձեզ, Սամվել Կարապետյանը ուժեղ կամային մարդ է և այս հերթական ապօրինությունը այս իշխանությունը չի մարսելու։ Եվ երբ սկսում եմ խոսել, չեմ կարողանում կանգ առնել, ընդհատեք ինձ։ Երբ մի քանի օր առաջ այդ մարդը ՆՓ-ն ասում էր, որ չենք հանդուրժի որևէ սպառնալիք Հայաստանի Հանրապետության հանդեպ, Հայաստանի հեղինակության վիրավորում, ինքը կարծում եմ նկատի ուներ հենց ինքը իրեն, որտեղ որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքը ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը կամ վիրավորանք մեր երկրին։ Եվ ամենատիպական այստեղ այն է, որ սրանք արդեն սկսել են խոսել մենք Հայաստանի Հանրապետությունը։ Արարատ Միրզոյանն էր կարծեմ ասել վերջերս, դուք Հայաստանի Հանրապետությունը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության ամենան եք։ Հայաստանի Հանրապետությունը դուք չեք ու չեք լինելու։ Եվ այս առումով մի բան էլ այն վախերը, որ կա այս իշխանության թիվ մեկի մեջ, գիտեք, այսպես ձևակերպեմ, աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է, նա երբեք չի կշտոնալու։ Վախը նրա կակուղ փափուկ հյուսվածքների մեջ է, որը երբեք չի անցնելու այդ վախը հաղթահարելու համար, նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Երրորդը սուտն է, կեղծիքն է, որ նա ցանկացած բան կարող է 180 աշճան շրջել եւ ամեն օր ասել տարբեր բաներ։ Սամվել Կարապետյանը կալանավորված է, նրան տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, գիտեք որտեղ է գտնվում, ենթադրում եմ, որ Արմավիր են տեղափոխել, որ հանկարծ մարդ չհավաքվի, միտինգներ, ցույցեր չլինեն,
թեև այդ բանը ասում եմ, մենք ժողովրդական երկիր ենք եւ յուրաքանչյուր ոք ունի կարծիք այդ արտահայտելու հանրավակներ կազմակերպելու իրավունք։ Արդեն իսկ փաստաբանական խումբը աշխատում է, դուք վստահ եմ տեղյակ եք, որ նաեւ ամենավատ սահմանափակումներն են արել, նույնիսկ պատգամավորները իրավունք չունեն այցելելու Սամվել Կարապետյանին, միայն փաստաբանները եւ մերձավոր ազգականները։ Փաստաբանական խումբը այսօր աշխատում է, ես վստահ եմ, որ եթե արդեն չեն արել, կներկայացնեն միջնորդագիր վերաքննիչ դատարան։ Փաստաբանական խումբը ես վստահ եմ կհամալրվի եւ իսկապես հայ եւ պրոֆեսիոնալ եւ ոչ միայն ենթադրում եմ փաստաբաններ կզբաղվեն գործով, իսկ ձեր նշած խնդիրները այսօրի ընթացքում բնականաբար կլինեն քննարկումների մեջ եւ շատ բան կախված է նաեւ իհարկե պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից, հետագա կարծիքներից։ Այնպես որ ես նկարագրեցի, թե ինչպես ավարտեց Սաակաշվիլու իշխանությունը, ենթադրում եմ, վստահ եմ գրեթե եւ ասացի, որ Սամվել Կարապետյանը ուժեղ, կամային եւ հայ մարդ է եւ որևէ նման հիստերիկ քայլերով զսպել հնարավոր չի լինելու։ Այսքանը։